Պարոն Նորիկյան, մեր անցնենք սահմանային իրավիճակում Սյունիքում կրակոցներ են, ինչպես եք բացատրում այդ ամենը ձեր մեկնաբանությունը եւ փաստորեն Գերմանիայի նախագահը Հայաստանում է, պետք է նորից եւ պետք է գնա Բաքու, ինչ մեսիջով է եկել եւ երկու կողմերին հավասարաչափ կոչ են անում այդ խաղաղության պայմանագիր ասվածը կնքել։ Որ եվրոպական երկրների ակտիվությունը ինձ համար ողջունել է, դա փաստ է։ Ավելին վերջին տարիներին գերմանական ուղղությունը բավականին ակտիվացել է մեր երկրի, մեր տարածաշրջանի նկատմամբ, ինչը ողջունելի է, եթե մենք նույնիսկ պահպանենք Գերմանիայի նման գերզարգացած հզոր տնտեսություն ունեցող երկրի հետ հարաբերությունները, կարողանանք նրանցից սովորել, կարողանանք նրանց ենթակառուցվածքներին ծանոթանալ, արտադրական հզորություններին ծանոթանալ, փոխշահավետ գործակցության էլեմենտներ ուրեմն հաստատել, ես միայն ու միայն կծափահարեմ, անկախ տանես քաղաքական դաշտում ինչպիսի կոնյունկտուրա է եւ ինչպիսի քաղաքական հաշվեկշիռ է։ Վերադառնանք Ալիևին։ Ժողովուրդ ջան, Ալիևը կրակելու է, ես չեմ վախեցնում ձեզ։ Ալիևը կրակելու է այնքան, քանի մենք վախվորած քաղաքականություն ենք վարում իր նկատմամբ, քանի որ մենք այս իշխանության բառերով ասած մեզ մոտ կզած վիճակ է։ Ալիևի պետք է խոսել արժանապատվության դիրքերից։ Ալիևը կկրակի այնքան, քանի դեռ մենք ամենից զիջելու քաղաքականություն ենք վարում։ Ալիևը կկրակի այնքան, քանի մենք ղեկավարվում ենք ինչքան ուզես այդքան կտանք փիլիսոփայությամբ։ Այսինքն ես ուզում եմ ասել եմ մի քանի անգամ, հիմա նորից ուզում եմ կրկնել, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը ընդամենը խաղաղության գաղափարը, օրակարգը վաճառում է ձեզ։ Խաղաղության օրակարգը տապալված օրակարգ է։ Այո, ես շատ ուզում եմ, որ խաղաղություն լինի տարածաշրջանում, բայց այդպիսի խաղաղության հաստատման համար ուրիշ մթնոլորտ է անհրաժեշտ։ Եթե մի երկիր գալիս է քո տան վրա, եթե քեզանից պահանջում է տարածք, եթե դուրս չի գալիս քո զավթած տարածքներից, եթե դատում է քո քաղաքացիներին, եթե ասում է, որ 300,000 ադրբեջանցի պետքա գա ապրի Հայաստանում, եթե քո երկիրը անվանում է Արևմտյան Հայաստան, Ադրբեջան, եթե պահանջում է քո սահմանադրությունը փոխել, եթե քեզ անվանում է ֆաշիստներ, վայրագներ, չգիտեմ, ամենալեկտի սանձարձակ տերմիններով վիրավորում է քո ազգային արժանապատվությունը, ինչ խաղաղության մասին եք դուք խոսում։ Հա, Նիկոլ Փաշինյանն է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատողը։ Ժողովուրդ, սթափվեք, լրջացեք, հնարավոր չի եւ կրակելու է, քանի մենք կրկնում եմ, այս փիլիսոփայությունն ենք վարում։ Ալիևին պետք է ատամ ցույց տալ, երևի ձեր հաղորդումներում քանի անգամ ես այս նույն բաներն եմ ասել։ Ատամ ցույց տալ չի նշանակում պատերազմ հայտարարել, բայց կարելի է արժանապատվորեն խոսել նրա հետ, կարելի է Հայաստանի ռազմավարական շահերի դիրքերից խոսել, կարելի է 7 տարիների ընթացքում ստեղծել ուժեղ մարտունակ բանակ, կարելի է 7 տարիների ընթացքում հնարավորինս վերականգնել խախտված ռազմական հավասարակշռությունը, կարելի է այս 7 տարիների ընթացքում ստեղծել այնպիսի միջավայր, այնպիսի բարեկամների ցանկ կամ ցանց, որը հնարավորություն չէր տա Ադրբեջանին այսպիսի լեկտի սանձարձակ վարքագիծ դրսևորել։ Ի վերջո կարող եք ցույց տալ ես այդ մասին խոսել եմ, բայց հիմա էլ եմ ասում, 17 կետին համաձայնեցի խաղաղության համաձայնագրի։ Հիմա դե բարի եղեք, նախ հրապարակեք այդ տեքստը, երկրորդն էլ մի հատ ես անկեղծորեն ուզում եմ իմանալ, այդ 17 կետերի հեղինակները ովքեր են, որ կետերն եք դուք առաջարկել, որ կետերն է Ադրբեջանը առաջարկել, որ կետերի հետ դուք համաձայն չեք եղել, որ կետերն եք խմբագրել, սրբագրել, դուք առաջարկել, ի վերջո վերջի երկու կետերը, եթե դուք համաձայն չեք, ինչ եղավ, ինչ փոխվեց, Ադրբեջանի մտքում ինչ տեղի ունեցավ, որ դուք համաձայնեցիք այդ երկու կետերին։ Հիմա հարց է առաջանում, ինչու նախապես համաձայն չէիք եւ ինչու եք հիմա համաձայն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի իհարկե, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է, Տիկին Մարի, պատերազմ չլինի, մենք կամաց տանք Ադրբեջանի ուզածը, եղբայր, այդպես չի լինում։ Այդպես չի կարող լինել, Ադրբեջանը գալու է քո հետևից, նա իմ թվարկված պահանջները ուզելու է եւ քո վարած քաղաքականության շնորհիվ ու արդյունքում էլ ստանալու է, եթե դուք մնաք։ Հետևաբար, Ադրբեջանի նպատակը, եթե քո
պատկերացած խաղաղությունը չէ, իր պատկերացած խաղաղությունը։ Եթե քո պատկերացած խաղաղությունը դու բերես, Նիկոլ, հնարավոր է դու բերես այդ խաղաղությունը։ Ես անկեղծ եմ ասում։ Եթե քո ուզած խաղաղությունը լինի, Հայաստան չի լինի։ Նույնիսկ եթե դու հաստատես խաղաղություն, այդ պայմաններում Հայաստան չի լինի։ Չենք հասկանում։ Պարոն Նորիկյան, կարծում եմ ժողովուրդը այդ մտորումները իրենք էլ են անում, հասկացողները հասկանում են, ոմանք հասկանալով չեն դիմանում, մի խոսքով իրավիճակը բավականին բարդ է։ Քանի որ խոսեցինք նաև բանակի մասին, մենք անոնսը երբ որ տվել ենք, որ դուք եք լինելու մեր հյուրը, մեր հեռուստադիտողներին հետաքրքիր է նաև մեր զինվորների 15 տղաների ճակատագրի հետ կապված այդ դատավարության գործընթացը։ Ես ասեմ ձեզ, այդ գործով բավականին շատ շահարկումներ են լինում։ Վերջի մի քանի ամիսների ընթացքում մեղադրյալներից մեկի Եղիշե Հակոբյանի շուրջ ինչ որ արհեստական աղմուկ է բարձրացվել, այդ տղային ինչ որ սոցիալական տարբեր ցանցերով հերոսացնելու, անմեղ դարձնելու գործընթաց է մեկնարկել։ Ես կարծում եմ դա ազնիվ չէ, նաև այդ 15 զոհված զինծառայողների հիշատակի առաջ, նաև այն ծնողների առաջ, ովքեր այսօր բողոքում են անարդարությունից, դատավարությունը այս պահին ընթանում է։ Այնպես է ձևավորվել, որ յուրաքանչյուր ամիս երկուական դատական նիստեր են լինում։ Վերջի դատական նիստում ինձ համար անհասկանալի պատճառաբանությամբ հենց մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ուրեմն առարկեց տեսաձայնագրման հնարավորության առաջարկին եւ փաստորեն դատական նիստը չտեսաձայնագրվեց ու չհեռարձակվեց։ Ես ցանկանում եմ մեր հանրությանը Մի բան, որ իրեն ավելի անհրաժեշտ եւ Ես այդ մասին խոսել եմ, ինձ համար լրիվ այլ ասոցիացիաներ են, բայց ես ուզում եմ մի բան ասել, Ժորժ ջան, մենք ինչ ասել ենք այս գործով, ամբողջովին վերահաստատում ենք։ Ես չգիտեմ քանի անգամ տիկին Մարի դուք հիշեցեք, երևի բոլոր մամուլի ասուլիսները ձեզ հետ են տեղի ունեցել, ըստ էության ձեր հեռուստաընկերության կողմից տրամադրված հնարավորության շրջանակներում ենք արել, ամբողջությամբ վերահաստատում ենք այն ինչ ասել ենք։ Մենք ասում ենք այս քրեական գործով իրականացվել է փնթի նախաքննություն, որ ծնողները չեն հավատում այն վարկածին, որը դրված է շրջանառության մեջ։ Եվ եթե այսօր Եղիշե Հակոբյանը կամ իրենց պաշտպանները կամ մնացած մեղադրյալները ինչ-որ բան են ուզում ասել կամ ինչ-որ բան գիտեն, որ ուզում են ասել, որևէ մեկը չի բռնել իրենց ձեռքին, թող դուրս գան ժողովրդին ասեն ճշմարտությանը։ Եթե Եղիշե Հակոբյանը ասում է, որ ինքը անմեղ է կամ իր հարազատները, իր բարեկամները այս TikTok-յան արդարադատություն են իրականացնում, ու գիտեք ինչ, իջել ենք հասել ենք այն մակարդակին, ես հազարավոր դեպքեր եմ նկատել, վայ, ես իր աչքերին նայում եմ, իր աչքերից երևում է, որ անմեղ է։ Ժորժ ջան, այդպիսի արդարադատություն չի իրականացվում։ Եկեք հարգենք անմեղության կանխավարկածը, բայց միաժամանակ ընդգծենք։ Եղիշե Հակոբյանը մի քանի անգամ նախաքննության ընթացքում էլ, հետո դատաքննության ընթացքում էլ, օգտվելով մեղադրյալի իր դատավարական իրավունքից, ցուցմունք են տվել, որ ինքն է այրել վառարանը, ինքն է մեղավոր իրեն համարում։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Ես դրանք բավարար չեմ համարում։ Դեռևս նրա մեղքը պետք է ապացուցվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, բայց եթե ինքը այլ իրողություններ է ցանկանում ասել, որևէ մեկը չի խանգարում, չի կաշկանդում, որ ինքը դուրս գա հրապարակավ եւ ասի ճշմարտությունը, եթե այլ ճշմարտություն կա։ Ես ինքս իր ցանկությամբ դատական նիստերից մեկում ինքը ցանկացավ, որ ես կոնֆիդենցիալ հանդիպում ունենամ իր պաշտպանի ներկայությամբ։ Ես ինքս շուրջ 2.5 ժամ հանդիպում եմ ունեցել Եղիշե Հակոբյանի հետ։ Ես ամենայն հարգանքով ասում եմ մեր հասարակությանը, կգա ժամանակը, այո, Եղիշե Հակոբյանը ինձ փոխանցել է շուրջ 4 թե 5 էջանոց, A4 ֆորմատի էջանոց իր ձեռագրով գրված ինչ որ հանգամանքների մասին։ Ընդ որում բացեմ փակագիծը, այդ փաստաթղթի բնօրինակը տրվել է իր պաշտպանին, պատճենը տրվել է ինձ։ Այդ պատճեն ես ունեմ։ Այդտեղ կան որոշ հանգամանքների մասին Եղիշե Հակոբյանի կողմից տրված տեղեկությունները։ Կգա ժամանակը, հենց բաց բոլորիդ աչքի առաջ, բաց դատավարության ժամանակ այդ հանգամանքների մասին ես կետ առ կետ կհրապարակեմ։